Գնանք իրար հետ Գաղատացիս թուղթ առաջի գլուխ 15-րդ խոսք։ Բայց երբ Աստված ուզեց ու որոշեց ինձ իմ մորս որովայնից, իր շնորհքով ինձ կանչեց, ինձ իր որդին հայտնելով, որպեսզի նրան հեթանոսների մեջ քարոզեմ։ Նույն ժամանակ ոչ մի բան չիմացա ես մարմնից ու արյունից։ Նայեք ինչ հետաքրքիր մի բան է այստեղ գրված, որ Աստված ուզեց ու ինձ իմ մոր որովայնից կանչեց։ Ես թեմաս այսպես եմ վերնագրել. ինչու ես։ Ինչու ես։ Հիմա նայեք, շատ անգամ այդ հարցը դու քեզ տվել ես, ինչի ես։ Ինչի ինձ Աստված կանչեց։ Ինչի մեր հարևան կներեք, էլի, Վարդուշին չկանչեց, ինձի կանչեց։ Ինչի մեր հարևան Վալոդին չկանչեց, ինձի կանչեց։ Ասեմ, ոչ թե ձեր մասին, այլ այդ անվան մասին համարյա 3 եկեղեցիներում խոսել եմ։ Հիմա նայեք, ի՞նչ է հետաքրքիր, շատ անգամ դու մտածում ես, ինչու ես։ Ինչու ինձ։ Ունեք ինձանից ավելի լավ մարդիկ կային, ինչի իրանց չէ։ Ինչի ինձ Աստված ուղարկեց այդտեղ։ Ինչու ես։ Ինչի օրինակ հիմա չգիտեմ, Վալոդին չուղարկեց այս գյուղը։ Ինչի Վալոդին չտարավ այս տեղը։ Ինչի քեզ կանչեց։ Նայեք, այնքան հետաքրքիր է սա, որ երբ որ ես նայում եմ այս խոսքը, ասում եմ Աստված ինձ իմ մոր որովայնից կանչեց։ Ամեն։ Հիմա նայեք, դուք որ այստեղ նստած եք, կամ այն մարդիկ ովքեր որ մեզ կլսեն, Աստված ձեր մոր որովայնից կանչել է։ Քեզ կանչել է ինչ որ բանի համար։ Քեզ չի կանչել ուղակի, որտեղ այն ժամանակ, երբ որ դու դեռ քո մոր որովայնում ես, դու չգիտեր քո մազերի գույնը ինչա լինելու։ Չգիտեր խուճուճի կա լինելու, թե ուղիղա լինելու։ Չգիտեր եղունգներդ երկար դնովի է լինելու, թե կարճ ու քո բնական է լինելու։ Չգիտեիր։ Բայց Աստված ամեն բան գիտեր քո կյանքի համար, եւ ինքը քեզ կանչեց։ Հիմա նայեք։ Աստված կանչեց քեզ լինելու մեկը, որը որ որոշված ինչ որ բան անելու։ Եվ այստեղ շատ անգամ քեզանից է կախված, դու կմտնես դրա մեջ թե ոչ։ Նայեք, Պողոսին կանչել էր ու որոշել էր հեթանոսներին գնալու։ Որոշել էր հեթանոսներին գնալու։ Ես չգիտեմ, գուցե օրինակ հիմար 30 տարի առաջ Աստված որոշել էր, որ 30 տարի հետո օրինակ հիմար ես պետքա լինեմ Արագածավանում։ Ինչ իմանամ։ Բայց 30 տարի առաջ ինքը ինձ կանչեց միտեղ, չէ 31 տարի առաջ։ Ինքը միտեղ ինձ կանչեց, որտեղ որ միջև անգամ ես չգիտեի Հայաստանի քարտեզը, որ Արագածավան անունով համայն գոյություն ունի։ Ես չգիտեի, բայց Աստված արդեն 31 տարի առաջ գիտեր, որ 31 տարի հետո դու այստեղ ես դալիճում նստած ես լինելու ու իր ծառան, իր խոսքը քեզ մատուցելու է։ Այդ ամեն Աստված գիտեր եւ ինքը որոշեց այդպես։ Եվ մենք ասենք, բայց ինչի ես։ Այսա մի փոքր որ համբերես կհասկանաս ինչի դու։ Ինչի ես, ինչի դու, որովհետև նայեք, Աստծո առաջ պատվելի ես գտնվել դու, որ քեզ կանչել է։ Եկեք գնանք Եսայի մարգարեություն։ Եսայի մարգարեություն 43-րդ գլուխ եւ կարդում եմ 4-րդ խոսքը։ Որովհետև իմ առջևս պատվական եղար։ Դուք լսում եք ինչ ասում խոսքը։ Ասում եմ որովհետև դու իմ առաջ պատվական եղար։ Հիմա նայեք, Աստծո առաջ դու պատվական ես եղել, որ Աստված քեզ կանչել է, բայց գիտես Սատանան ճիշտ հակառակն է անում, որ դու ոչ մեկն ես, դու բանի պետք չես, դու ուղղակի, չգիտեմ, մեկ կեղտոտ լաթ ես, դու ինչ գործ ունես հնդեղ։ Բայց գիտեք Աստծո խոսքը ասում է, որտեղ իմ առջև պատվական եղավ, պատիվ գտար, ես քեզ սիրեցի նրա համար, քո անձիդ փոխարեն մարդ, հոգուդ փոխարեն ժողովուրդներ պիտի տա, մի վախեցիր, որտեղ ես քեզ հետ եմ։ Հիմա նայեք, դու պատիվ ես գտել Աստծո առաջ, եւ որ Աստված քեզ քո մոր որովայնից ընտրել է։ Դու արդեն պատիվ ես գտել Աստծո առաջ։ Ընտրել է իր տան մեջ, իր գործի մեջ, իր քո մասնաբաժինը ունենալու։ Եվ այստեղ դու ես որոշում լինելու դրա մեջ թե չլինելու։ Գիտեք, Աստված պատիվ է, հիմա նայեք, այսպեսի մի բան ասեմ։ Պատկերացրեք օրինակ հիմա ձեր բարեկամներից մեկը ձեզ հրավիրում, ասում եմ քեզ պատիվ տամ։
Դուք ինչ եք շատ սիրում։ Մի բան, ինչ եք շատ սիրում։ Ինչ։ Լավ։ Ինչ եք շատ սիրում։ Շոկոլադ։ Քո բարեկամը գիտի դու շոկոլադ շատ ես սիրում, հետաքրքիր շոկոլադի տեսականիները պատվիրում, գույնս գույն սուրճեր, չգիտեմ ինչեր, ուզում է քեզ պատիվ անի։ Բնական ճանապարհով ստացված շոկոլադ, ոչ թե քիմիական, չգիտեմ ինչ զրձիբիլ, այլ այն ամենը լավ շոկոլադը։ Ինքը այդ ամենը պատրաստում է քեզ պատիվ անելու, ու այդ ժամին որ դու պետքա գրես, ես չեմ գնա։ Ու հետո նեղանում ես, որ ինձ ոչ մի պատիվ չի անում։ Բայց չէ որ քեզ պատիվ արել են, բայց դու չգնացիր։ Հիմա նայեք, Աստված քեզ քո մոր որովայնից արդեն պատիվ արել, ընտրել է քեզ։ Որ դու լինես իր տանը, որ դու լինես իր ծրագրերի մեջ, որտեղ Աստծո խոսքի մեջ գրած է, միտեղ ասում է, Աստծո ծրագրերը մեր համար բարօրության համար են, բարի բաների համար են, չար բաների համար չեն։ Աստված չի կանչել քեզ, որ հետո գիտես կա վերջում ուղարկի դժոխք։ Ասի չէ, ստանդարտներին չբռնեցիր։ Քեզ տեոածին արեցին, դու եկա որ բռակ ես, գցում են քեզ զիբիլը։ Գիտես երբեք Աստված այդպես բան չի անում։ Չի անում Աստված այդպես։ Եվ որ Աստված քեզ կանչել են, քեզ պատիվ արել, քեզ պատվականը համար է որ կանչել է։ Ու դու կասես ինչի ես, որովհետև դու Աստծո առաջ պատիվ ես գտել։ Բայց այս քիչ հետո խոսեմ կտեսնես, որ դու կարես այդ պատիվը անարգես ու դառնաս ոչ պատվելի անոթ։ Որտեղ Աստծո խոսքում գրած է, որ կան պատվական անոթներ եւ ոչ պատվական անոթներ։ Անարգանքի անոթ։ Դա քեզանից է կախված, Աստված քեզ կանչել է, որ դու դառնաս պատվական անոթ։ Ասում ես ես չեմ կարեմ սուտ խոսալը թողեմ։ Ես չեմ կարիմ պիղծ կյանքը թողեմ։ Աստված ասում գիտես կա, արի ես քեզ պատիվ եմ արել, որ սուրբ կյանքով ապրես, իմ տանը ծառայես, կան կյանքեր փրկես, ասում ես չեմ կարիմ պիղծ կյանքը թողեմ։ Իսկ ձգում է։ Եվ դու ավտոմատ դառնում ես այն անարգանքի անոթը։ Հիմա նայեք մի հատ ուզում եմ հետ գնամ 43-րդ խոսքում, ասում է ջրերից ես անցնելու, ես քեզ հետ եմ լինելու, գետերից ես անցնելու, չես ընկղմվելու, երբ կրակի մեջ քայլես, պիտի չայրվես։ Ու քեզ կրակը չի վառելու։ Հիմա նայեք։ Եվ որ Աստված քեզ պատիվ արել կանչել է, նաև ասում է, որ դու կարող ես այսպիսի իրավիճակներով էլ անցնել։ Որտեւ իմ ճանապարհի մեջ էս էլ կա։ Հիմա երբ որ դու հետ գնամ Պողոսին, երբ որ Անանային ասեց, Անանա պիտի գնաս ու այս մարդուն ասեց, օ տեր դու գիտեք ինձ հետաքրքիր է մեկ ասում բան ենք ասում որ իբր Աստված ուշի բանից խաբար չի։ Կարծես Անանան ասել, բա դու խաբար չես տեր ջան ինքը ինչ էր անում։ Ոնց է աշակերտներին սպանեն, Ստեփանոսին ոնց տվին սպանեցին, ինքն էլ դե կայնացել գլխավորն էլ երևի ինքն էր։ Գիտես շատ անգամ մենք Աստծուն բաներ ենք ասում, որ Աստված արդեն նախորդ գիտեր այդ ամեն ինչը։ Ասեց գնա, ինքի իմ անվան համար չարչարանք է կրելու։ Եվ գիտեք անկեղծ ասեմ իմ ամենասիրած առաքյալներից առաջնային է ինքը։ Որտեղ ես տեսնում եմ Պողոս առաքյալի գործերը ու ուղղակի հիանում եմ Աստծո։ Մարդը ինչ մեծ գործ արել։ Քեզ Աստված կանչել է քեզ։ Ու ասում ես ինչի ես, բայց ինչի մեծ սա եղավ։ Ախր Աստված չէ որ բարի է, ինձի կանչել էր։ Ես մտածում եմ, գիտես ինչ կես ամբողջ կյանքս ես գունավոր է լինելու, ծաղիկներ է լինելու, մենակ ամեն տեղ sense օրտնություն է լինելու, ամեն տեղ հրաշքներ է լինելու։ Ես ոչ մի անգամ դժվարություն չեմ ունեցել, բայց գիտեք խոսքը ասում է ջրով ես անցնելու, կրակով ես անցնելու, բայց ես քեզ հետ եմ։ Գիտեք սա ամենակարևոր բանն է այդ ամեն ինչի մեջ, որ Աստված քո հետ լինի։ Ամեն։ Կապ չունի դու ինչի մեջով ես անցնելու։ Դու ասես, բա ինչի ես։ Դու պատվական ես եղել։ Դու պատվական ես եղել Աստծո առաջ։ Ու Աստված քո մոր որովայնից արդեն քեզ ընտրել է։ Աստված ընտրել է, որ դու լինես օրինակի մար, չգիտեմ, ոնց ասեմ, դրանք Թալինի առաքյալը։ Թալինում արտնություն բերողը։ Բայց դու միշտ խույս ես տալիս։ Աստված ընտրել է օրինակի մար, որ գնաս Արտենիում արտնություն բերես։ Բայց գիտես քո դաշտի գործը թույլ չի տալիս քեզ, որ դու պատվական անոթի կեցվածքը ունենաս։ Մեր այգինով դի մշակի։ Ասեմ դու ես մշակելու։ Բայց երբ որ դու մեկ օր Աստծուն ասես, այո, Տեր, ես պատրաստ եմ գնալու,
Հավատացեք, այնպիսի գերբնական զորություն կարա իշնի վրա։ Գիտեք, ես նոր քիչ առաջ կնոց ասում լսում, կարծես նես տպավորությունը, որ առավոտվա մարդը չելեմ, առավոտ հազիվ էր փորը ձայնից լսելում, խրփոտ, կոկորտս լարված, մրսել էի ձգված, բայց ես երկրպագելուց հետո այնած ոնց որ ոչ մի բան չլինի։ Ճիշտ է, մի քիչ քթիս մեջ եմ խոսում, բայց գիտեք, այնքան կարևոր է, որ դու չվախենաս։ Ինչի ես։ Ինչի իմ հետ սա եղավ։ Ասում եմ կրակով ես անցնելու, ջրով ես անցնելու, բայց կրակը քեզ չի վառելու։ Չի վառելու։ Այստեղ ուրիշ բան է գրած։ Նա բոցը քեզ չի լափի։ Մի հատ հարց տամ քեզ։ 1200 ջերմաշճանի տակ խոտը շուտ կվառվի թե ոսկին։ Ինչ է ոսկին։ Երկուսն էլ։ Լավ, քանիստ են համաձայն, որ ոսկին շուտ կվառի։ Ոչ մեկ։ Քանիստ են համաձայն, որ խոտը կոչնչանա։ Բոլոր համայնը։ Հիմա նայ, գիտես իրականում այդ ջերմաշճանի տակ խոտը կոչնչանա, ոչ թե կվառվի, այլ կոչնչանա։ Բայց ոսկին լավագույն դեպքում կհալվի։ Ու երբ որ կհալվի, գիտեք ինչ կլինի, պրոբ ավելի կբարձրանա։ Պրոբ ավելի կբարձրանա։ Մենք հայերը սովոր ենք ասելու չերվոն։ 9 պրոբ ավելի կբարձրանա։ Ու իր արժեքը ավելին է։ Գուցե ինչ-որ գրամներ կչանան, բայց հավատացեք 30 գրամ կեղտոտ ոսկին ու 20 գրամ 9 ոսկին ավելի թանկ արժի։ Հիմա նայեք ինչ է հետաքրքիր, որ հաճախ Աստված թույլ է տալիս քեզ այդ կրակները, որպեսզի քո պրոբը բարձրացնի ու ասում ես ինչու ես, ինչի իմ հետ, ինչի ես։ Գիտես ինչի դու, որտեղ դու պատվական գտնվեցիր առաջ։ Եվ ինքը ուզեցավ քո միջոցով կյանքեր փրկել։ Հիմա նայեք, ուզում եմ մի տեղ գնանք ու մի փոքր ուզում ես մարդու կյանքը նայեք։ Քանես այդ գիտեք Հակոբին։ Եսավի աղբեր Հակոբին։ Այն մեր Իսահակի տղեն է։ Դες են ասում, չէ, այն մեր Վալոդի փեսու քերու տղեն է։ Այն մեր Իսահակի տղա Հակոբին, քանես այդ գիտեք։ Գիտեք, եթե ես մտածում եմ, սա իմ անձնական կարծիքն է, սիրելի մեր մարդիկ ովքեր լսեք, սա իմ անձնական կարծիքն է։ Ես մտածում եմ, եթե Հակոբի մանր գլխին ինչ է գալու, ոչ այդ ապուրը կտար։ Ոչ մի բան չէր անի։ Բայց գիտեք ամենահետաքրքիրը որն է, ուզում եմ միտեղ կարդամ 25-23, նայեք ինչ ասում Աստվածաշունչը։ Տեր ասեց, երկու ասկ կա նրա արգանդի մեջ, եւ քո որովայնից երկու ժողովուրդ պիտի առանձնանան, ու ժողովուրդներից մեկը մյուսին զորավոր պիտի լինի եւ մեծը պիտի ծառայի պստիկին։ Հռոմեացիների թղթերի մեջ ասում է Հակոբին սիրեցի։ Հակոբը փոքրն էր։ Մոր որովայնում արդեն իսկ Հակոբին Աստված սիրեց։ Հələ չգիտեր Հակոբն ով է դառնալու, ոչ մեկս չգիտեինք։ Ընդհանրապես հերեական կանոնակարգում այսպես էր, առաջնեկը պետք է ամեն ինչին տեր լիներ։ Ճիշտ է, մեր ազգի մեջ ճիշտ հակառակն է, պապաները ժառանգությունը տալիս են ամենափոքրին։ Մեծին առաջինը տնից դուս են անում, մեր հայկական ավանդույթում այդպես է։ Մեծին տնից դուս են անում, փոքրին են ժառանգությունը տալիս։ Բայց գիտեք ի՞նչն է դա, հերեական օրենքում ուրիշ հակառակ էր։ Ամեն ինչը տալիս են առաջնեկին։ Եթե են առաջինն առավելևս տղա էր։ Հիմա նայեք։ Ասում եմ մեծը պետք է ծառայի փոքրին։ Եվ այս փոքրը չգիտեր։ Եվ որ դու կարդաք այս պատմությունը կտեսնեք, ինքը իր մամայի համար սիրելի էր, Եսավը լրիվ ուրիշ, սենց ուրիշ կյանքով ապրող մարդ էր, Հակոբն ուրիշ։ Ու գիտես մի օր, ասա մի օր։ Ասա մի օր։ Գիտես այդ մի օրը դարձավ Հակոբի մոտ ճակատագրական։ Երբ որ իր մաման շորերը հագցրեց, ղրգեց հոր մոտ։ Ասեց գնա օրհնությունը վերցրա։ Եվ այդ օրը Հակոբի համար դարձավ ճակատագրական։ Եվ գիտեք, Հակոբ ընկավ ճանապարհ։ Դրանից հետո, որ կյանքը փրկի։ Բարձրապես փախավ։ Հիմա նայեք, 7 տարի
Սելի եղբայրներ։ Քանիստ եք 7 տարի ծառայ ձեր կնգա համար։ Կամ դուք որ մեզ լսում եք, քանի տարի եք ձեր կնգա համար ծառայ։ Հակոբը 7 տարի ծառայեց կնգա համար։ 7 տարի դու խափեցին ուրիշ մեկին տվին իրան։ Առավոտելավ ասեց Ես ինչ կատարվեց։ Այն բանկը է Սայատնովա կինոկը է, որ Անայի հետ պայմանավորված է լնում, եկել են բիձեն, որ գալիս ասում է, ինչ է իր մանգալի, ասում է, եղնիկ է մանգա, մարալ է մանգալի, համա վայրի խոզ դուս եկավ։ Հիմա առավոտելավ ձա վայրի խոզը։ Ասեց մենք տենց չէինք պայմանավորվել, ասեց մեր օրենքում տենց առաջինը պետք է մեծ ամուսնան հետո փոքրը։ Դու ուզում ես փոքրին, ասեց հա, ասես խնդիր չկա, փոքրել եմ տալի, բայց 7 տարի էլ։ Եվս 7 տարի։ Եվս մոտավորապես չգիտեմ 5-7 տարի էլ ծառայեց ունեցվածքի համար։ Հակոբը չէր պատկերացնում։ Նայեք, ինքը ապրում էր միտեղ, որտեղ որ իր մամայի հսկողության տակ, պապայի իր համար շատ լավ էր, բայց գնաց միտեղ, որտեղ որ շատ դժվարություններ ուներ, բայց գիտեք ամենահետաքրքիրը որն է ամեն ինչի մեջ, որ Աստված իր հետ էր։ Ամեն։ Գիտես, աները օրական պայման էր փոխում։ Աները օրական պայման էր փոխում։ Այսօր արդեն այսօրվանից գծավորները իմն են։ Չալբալակները քոն են։ Իսկ մի քիչ բարերով ասեմ, էլի։ Մեկ էլ Հակոբը չգիտեմ, ինչ ֆինդեր էր անում, սկսում էր չալբալակ ծնել։ Չէ, այս անգամ չալբալակներ եմ, այս հեմեր բան է, գծավորները իրան է։ Ու գիտես այդ ամեն ինչի մեջ ինքը օրտված էր։ Հակոբը կարող ասել, ինչի ես։ Առաջտեկը Եսավներ, հետո Եսավ իր համար ապրեր, էլի։ Ինչի ես։ Բայց գիտեք ամենահետաքրքիրը որն է, որ Աստվածաշունչը ասում է ես եմ Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստվածը։ Ու երկար տարիներ Հակոբը ասես ծաղկում կյանք չուներ։ Հովիվ մարդ էր, աշխատում էր, հասկանում եք, առանց աշխատավարձի 14 տարի աշխատեց։ Բայց ունեցավ երկու հատ կնիկ։ Երկու հատ կնիկ մարդ։ Հիմա նայ գիտեք ինչ է հետաքրքիր։ Հակոբը կարող ասել ինչի ես։ Միթե ուրիշ մեկը չէր կարող լինել։ Բայց Աստված Հակոբին էր ընտրել։ Հակոբին էր ընտրել, որպեսզի հետո ասի ես եմ իր Աստվածը։ Եվ որ մենք նայում ենք այս ամբողջ պատմության մեջ, Աստված միշտ Հակոբի հետ էր։ Աստված միշտ Հակոբի հետ էր։ Եվ ասում է Լաբանը տեսավ, որ Տերը Հակոբի հետ է, ու ինչ անում է ինքը հաջողվում է։ Հիմա ուզում եմ մտածես։ Երբ որ հայտնվեցիր նեղության մեջ, ինչի սկսեցիր բողոքել, ինձի հալածում են։ Ինչ ես սկսեցի եկեղեցի գնալ, կյանքի սանիվը պտտվեց, ինչքան բարեկամ ունեի, թարս նայեցին ինձ, հերնումերս հրաժարվեցին ինձանից, բարեկամերս ասեցին էլ մենք ձեր տուն չենք գա, որովհետև դու դարձել ես տաղանդավոր։ Առաջ ոնց ուզում ենք քեզ հարիվ ցնում ենք, հիմա չեմ կարողանում։ Հիմա իմաստուն ես դարձել, ու առաջ ոնց խափում ենք, խափում ենք, հիմա ասում ես սպասեք նա տիրոջը հարցնեմ, տիրոջը հարցնելուց հետո գալիս մեզ չէ, ես դες բան չեմ անի։ Ասում ես ինչի ես, ինչի իմ հետ սա պատահեց։ Ասեմ քեզ մի կարևոր բան։ Աստված քեզ կանչել է քո մոր որովայնից, որ դու լինես պատվական անոթ իր ձեռքի մեջ, իր տան մեջ։ Հիշում եք Հովսեփին։ Երբ որ իր եղբորը բերեցին, ինքը մի հատ ֆալշ բան արեց։ Իր ձեռի գավաթը, որը որ ինքը միշտ գինե էր խմում, դա հատուկ դրեց Բենյամինի բանի մեջ, մեջ պարկի մեջ։ Հետո եղբայրները այնքան ոգևորված էին, ասին, «Ում պարկի մեջից էդի հանեք, ինչ ուզում եք արեք»։ Մի քիչ իմ բարերով եմ ասում։ Բայց իրենք չգիտեին, որ արդեն Բենյամինի պարկի մեջ, որտեղ իրենք այնքան վստահ էին, որ Բենյամինը երբեք այդ բանը առաջ չէր լինի։ Բացին ու Բենյամինը, Ռուբենը խառնավ իրար, հա։ Հիմա ինձ ինչ ուզում եք արեք, բայց իրան բան մի արեք, ասես չէ։ Գիտեք, գուցե Հովսեփ ասեր ինչի ինձ, ինչի ես։
Ինչի ինձ Աստված այդ երազը ցույց տվի։ Անց անգամ շուտ խոսում եմ Յովսեփի մասին։ Ինչի ինձ Ռուբենին ցույց տալի, առաջ տեկը Ռուբենն էր, հա։ Կամ այն մյուսը ինչի ես։ Նայեք, Աստված քո կյանքի համար ունի բարօրության ծրագրեր։ Բայց այս աշխարհը միշտ քո մասին խոսում է։ Սակո, մեզ մոտ արի հարսանիք։ Տես ինչ ուրախ պար են գալի, ջահեր տղեկ ու աղջիկ։ Գիտես, աշխարհը քեզ միշտ կանչում է, որպեսզի դու չմտնես Աստծո ծրագրերի մեջ։ Ու հետո բախում է տեղ ունենում քո ներսում։ Աստված քեզ կանչում է լինես պատվական անոթ, որպեսզի իր տան մեջ պատվական ձևի ծառայես, կյանքեր փոխես, բայց աշխարհը քեզ կանչում է, որ լինես լպրծուն, սողացող, քծնող։ Գիտես, սա աշխարհն է։ Աշխարհը քեզ ճպտում է, մեջքիցը դանակը խրում է։ Աշխարհը կգա, երբ որ քո կարիք ունի, ջան ջիգար կանի, ասես հանեմ վերջի շալվարը տամ իրան։ Հենց տվիր պրծար հաջորդ վարքյանին անցնելու են քեզ բարևել չտան։ Քեզ աշխարհն է։ Բայց Աստված քեզ կանչում է լինելու քեզ պատվական անոթ, որ մեզ օգտագործելով կյանքեր փոխվեն։ Գիտես, Աստված քեզ պատիվ է արել քո մոր որովայնից կանչելա։ Չի կանչել նրա համար, որ դու տղա կպցնես կամ աղջիկ կպցնես։ Կանչելա նրա համար, որ դու տղա փրկես ու աղջիկ փրկես։ Ամեն։ Ոչ թե կանչելա, որ կպցնես, այլ կանչելա, որ փրկես։ Աստված քեզ կանչելա ու ինչ գիտես քո այդ ամբողջ, չգիտեմ, եթե դու 5 հարգանի շենքում ես ապրում օրինակի համար, ինչ գիտես, որ այդ քո 5 հարգը քեզ չեն սպասում, որ Աստծո ձեռին դառնաս պատվական անոթ ու քո միջոցով այդ կյանքերը փրկվեն։ Ինչ գիտես, որ Աստված քեզ չի կանչել քո ամբողջ թաղամասը փրկելու համար։ Բայց դու ասում ես, այն հարսանիքը, որ կանչում են, ընդ ջայլ աղջիկ ու տղեկ կամ պար են գալիս, ինձ այնտեղ դուր է գալիս։ Ես ուզում եմ գնամ այնտեղ։ Ինչի ես։ Գիտես ինչի դու, որտեղ Աստված քեզ պատիվ արել, դու պատվական ես իր համար։ Դեռ դու չգիտեր քո մոր որովայնի ոնց է ձևավորվում, Աստված գիտեր։ Աստված գիտեր քո աշկերի գույնը, Աստված գիտեր քո մազերի գույնը, գիտեր քո արյան կարգը արդեն։ Ամեն ինչ Աստված գիտեր։ Եվ Աստված քեզ կանչեց, որպեսզի դու դառնաս այն մարդը, որ քեզանով կարողանա շարժվի։ Որ Աստված, գիտես, երբ որ դու ձեռքդ կդնես մեկի վրա, իր զորության ձեռը սրս քո մեջով գա ու դրվի այդ հիվանդի վրա, այդ հիվանդը գոռա տեսնում եմ։ Ամեն։ Գիտեք, Հովհաննեսի ավետարանում գրած է, մարդիկ Աստծո փառքը տեսան ու հավատացին։ Աստված քեզ կանչել է, որպեսզի քո միջոցով իր փառքը ցույց տա։ Բայց դու ասում ես, բա դաշտս, բա կովերս, բա թրիքս, բա աթարս։ Գիտեք մի բան ասեմ, հավատացեք, ոչ մի բան ավելի արժեքավոր չի, քան մարդկային կյանքերը։ Ոչ մի բան արժեքավոր չի։ Բայց Աստված քեզ կանչել է, որ դու կյանքեր փրկես։ Աստված քեզ կանչել է, որ դու գնաս ու մարդկանց պատմես այն Աստծո մասին, որ դու հավատում ու երկրպագում ես։ Բայց դու ամաչում ես, բա մարդիկ ինչ կմտածեն։ Ինչի ես։ Ես ուզում մի փոքր միտեղ կա շարունակեմ։ Եսայի մարգարեության 43-ի 4 խոսքի կեսից եմ ուզում կարդամ։ Նրա համար քո անձիդ փոխարեն մարդ, քո հոգու փոխարեն ժողովուրդներ պետք է տան։ Եվ որ դու Աստծո առաջ պատիվ ես, գտե Աստծո ծրագիրը մի բան է, քո փոխարեն կյանքեր են փրկվում, ժողովուրդներ։ Գիտեք, շատ անգամ ինձ հարցրել են, ինչի արագացավ անասում, ես չգիտեմ։ Գիտեք, աշտարակ քաղաքից հետո
Եթե օրինակ հիմա այսպես զուտ օրինակ եմ ասում, Գյումրին կամ Երևան կամ չգիտեմ, ավելի մի հատ մեծ քաղաք Հայաստանի, մարդկանց համար նորմալ կլներ, որ գիտես կա, այս քաղաքը թողեցի գնացիր ավելի մեծ քաղաք։ Բայց այն քաղաքը թողեցի եկանք Ավան։ Ու կասես, հետո գիտես շատ անգամ ինձ հարցրել են, ինչի՞։ Ասեմ, ես չգիտեմ։ Ինքնավորոշ է։ Ինքնավորոշ է։ Ինքնավորոշ է, որ ես այստեղ լինեմ։ Գիտես գուցե ես չգայի, մեկ ուրիշը գար։ Ու գուցե չներեն ինչ որ հիմա կա, գուցե ներ կամ ավելի շատ լավ, կամ լիներ ավելի վատ, ես չգիտեմ, չեմ կարող ասեմ։ Բայց Աստված քեզ գիտի ու քեզ վստահում է մի բան, որ գիտի, որ դու կկարողանաս անել, երբ որ դու դառնում ես անվստահելի, դու քեզ հենց վերստում ես, այն բանը տեսել եք, Քաշնազարն է, Դախորդ Փանոսը Այն ներկելուց մուլտիկ է, որ ներկելուց ընկնում է ներքև, ասում է, այս հանդերիցը պինդը բռնվել է, չոտնա ցույց տալ այդ, պինդը բռնվել է։ Հետո այն մի տեղ է ուզում իրան կախի, ասում է, այդ ինչ է այս թևատակերից այդ կախ, ասում է, ախր շլինքը սավում է։ Հիմա նայեք, շատ անգամ դու քո շլինքից կարաս ես բռնես, հա, այդ հեքիաթի բաղով եմ ասում։ Ասես գիտես չկա, դու պետք է դառնաս պատվական անոթ։ Աստված քեզ չի կանչել լինելու անարգանքի անոթ։ Չի կանչել քեզ, որ դու երկակի կյանք ապրես։ Եկեղեցում սուրբ ես, եկեղեցուց դուրս ես գալիս, ապրում ես ամենավերջի մեղավորի պես։ Ու բոլորին ցույց ես տալիս, որ դու հավատացյալ ես։ Ձեր պայտակն առան մի քիչ sense խելոքամանում թրցրեցիր մի բան։ Գիտես, Աստված դրա համար չի կանչել քեզ։ Կամ դե թամ Երևան ֆռամ գամ։ Տունը համոզում ես, որ գործ եմ ճարել։ Բայց գնում ես մեղ գործելու հետ գալու։ Դրանից գիտին գնացիր գործի։ Գիտես շատ անգամ դու մտածում ես, որ ոչ մեկ ոչ մի չգիտի։ Կկարողանամ բոլորին համոզել։ Հավատացեք, մեկը կա, որ ամեն ինչ գիտի։ Ինքը ընդհանուր գիտի, հիմա նստած դու ինչ ես մտածում։ Այդ մեկը գիտի, երբ որ դու գլուխը դնում ես բարձին, ինչերի մասին ես երազում։ Քեզ ընդհանուր քո կողի բարկած քո ամուսինը կամ քո կինը, չգիտի դու այդ պայն ինչ ես մտածում, բայց Աստված գիտի։ Քո հայրն ու մայրը չգիտեն թե քո սենակում դու ինչերի մասին ես մտածում, բայց Աստված գիտի։ Եվ դու այդ ամենը անում ես իր առաջ։ Անում ես իր առաջ։ Եվ դու կամ դառնում ես պատվական անոթ, որտեղ ասում է պատիվ գտար ես քեզ ընտրեցի, դրա համար քո անձի փոխարեն կյանքեր, ժողովուրդներ են լինելու, փրկվելու են մարդիկ։ Գիտեք, Աստծո գերագույն նպատակը սա է։ Կյանքերը փրկվեն։ Եթե գերագույն նպատակը դա չներ, Հիսուս չէր գա աշխարհ։ Ու կասես, բա ինչի ես, որտեղ քո միջոցով Աստված կարա։ Այն մեկը անվստահելի էր։ Գիտես, Եսավը անվստահելի էր։ Դրա համար Աստված Եսավին չընտրեց։ Ընտրեց Հակոբին, որտեղ գիտեր, որ Հակոբը կաներեն ինչ որ ինքը ասում էր, Եսավը չէր անելու դա։ Հիմա դու ես որոշում դառնաս Եսավ թե Հակոբ, դառնաս Աստծո ձեռքի մեջ պատվական անոթ թե անարգանքի։ Ախր մեղքը ինձ դուր է գալիս։ Իհարկե, մեղքը մարմնին դուր է գալիս, բայց ինչքանով Աստծուն դուր գալիս։ Ինչքանով Աստծուն է դուր գալի մեղքը։ Ես մեղք չեմ գործում, հովիվ։ Ես սուրբ եմ։ Մի բան ասեմ, մարդու չասեք։ Դուք էլ որ լսում եք, ինչ չասեք մարդու։ Երբ որ դու անհնազանդ ես, ամենամեծ մեղքերից մեկը սկսվում է։ Եվ որ Աստված քեզ մի բան ասում, դու հակառակն ես անում, հետո հայտնվել ես կետի փորի մեջ։ Բայց եւ կարաս ճիշտ հակառակը։ Նույն բանը գոռաց Հովնանը։ Դու բարի Աստված ես, ես տենց էլ գիտեի, որ սաղին կփրկես, կողորմես։ Մի հատ գիծ արեր, աչեր տակը նստած էր, հետո չորացավ, սկսեց Աստծո հետ կռիվ անել։ Բա դու սենց սկսես բողոքել, գիտես քո կյանքն էլ է այդպես շատ անգամ դառնում։ Եվ դու ունես երկու տարբերակ։ Ինչի ես։ Դառնաս Աստծո ձեռին պատվական անոթ,
Դառնաս Աստծո ձեռքի մեջ մեկը, որը որ կարա կյանքեր փոխի, եւ դառնաս մեկը, որը ասում է ես ավ ատեցի, Հակոբին սիրեցի։ Դառնաս մեկը, որ Աստված ասի գիտես, ես իրեն չեմ սիրում։ Հիմա քեզ բայց Աստված սիրող Աստված է։ Այս վերջերս մի քույրիկ կա։ Խոսում էր, հանդիպել էր մի ուրիշ, չգիտեմ, մարդկանց հետ, եւ այդ մարդիկ իրեն համոզել էին, ասել էին, «Քա որ Աստված սեր է, ոնց Աստված կարա կրակով երկիրը այրի։ Չէ որ Աստված սեր, Աստված ոնց կարա մարդուն դժոխք կուղարկի»։ Բայց այդքան տեղը չէր հասկացել, որ Աստված դժոխքը սարքել է ոչ թե մարդկանց համար, այլ սատանայի երեշտակների համար, բայց եւ որ մարդիկ կամովին գնում մտնում են այդտեղ, Աստված մարդու կյանքին դեմ չի կանգնում։ Աստված դժոխքը սարքելով չի սարքել մարդու համար։ Սարքել է սատանայի երեշտակների համար, բայց եւ որ մարդիկ կամովին գնում են այդտեղ, Աստված մարդու կամքին չի բռնանում։ Եվ այս մարդիկ մտածում են, որ Աստված սեր է, ոչ մեկ դժոխք չի գնում։ Ուրեմն դժոխք էլ չկա։ Հիմա նայեք, ի՞նչն է հետաքրքիր։ Դու երկու տարբերակ ունես։ Կամ դու քո անձը դարձնում ես պատվական անոթ, կամ դու դառնում ես անարգանքի անոթ։ Եվ դա դու ես որոշում քո կյանքի ընթացքով։ Ուզում եմ շարունակեմ այս խոսքը։ Քո սերունդդ արևելքից պիտի բերեմ եւ քեզ արևմուտքից պիտի հավաքեմ։ Հյուսիսին պիտի ասեմ՝ «Տուր», հարավին մի արգելիր։ Իմ տղաներս հերվից, աղջիկներս երկրի ծայրից բեր։ Բոլոր իմ անունով կոչվածները, որովհետեւ իմ փառքիս համար ստեղծեցի նրանց, ձևակերպեցի նրանց ու կազմեցի։ Եվ որ դու պատիվ ես գտել Աստծո առաջ, Աստված ում է քո միջոցով կյանքեր փրկի։ Հովիվ ջան, ես այնքան զբաղված մարդ եմ։ Ախր դու չգիտես ես ինչքան գործեր ունեմ։ Ախր դու չգիտես ես ինչքան զբաղված մարդ եմ։ Գիտեք, շատ անգամ ասում եմ, դե տենց հարցեր ասում, դες Աստված քեզ ինչ կասի։ Եվ որ ինձ ասում են, ես ժամանակ չունեմ, այնքան ծանրաբեռնված եմ, ասում իրոք։ Հա, այնքան ծանրաբեռնված եմ։ Հիմա նայեք։ Հակոբը համաձայնվեց բոլոր Աստծո պլաներին, ծրագրերին։ Դժվարություն ունեցավ, խնդիրներ ունեցավ, միջև անգամ մենամարտ եղավ։ Հրեշտակի հետ կռիվ էին տալի, գոտե մարտում էին։ Եվ մենք հրեշտակ տենանք եւ մեռածի պես այս մի անգամից կընկնենք ցած։ Բայց մարդը գոտե մարտում էր հրեշտակի հետ։ Սուս միջև ինձ չորտես չեմ թողի։ Դա անունդ ինչ ասեց Հակոբ, ասեց էլ Հակոբ չլնես։ Այլ անունը թող լինի Իսրայել, որ դու մարդկանց հետ Աստծո հետ մարտնչեցիր ու հաղթեցիր։ Հետո ասենց կաղալով եկավ հասավ եղբորը։ Հետո եղբայրը բարի շեեց, հա։ Գիտես սկզբում չգիտեր Հակոբը որ տենց է լինելու։ Բայց եղավ նա ինչ որ եղավ։ Սել եղբայրներ քույրեր կամ էլ մարդիկ ովքեր որ մեզ կլսեք։ Շատ անգամ ասել ես, ինչի ես, ինչի եմ այդ սա եղավ, ինչի ես։ Ինչի մարդը ինձի հալածեց, ինչի Վարդուշի մարդը իրան չի հալածում, իմը ինձի հալածում է։ Ինչի Վալոդի կնիկը խոսքի օրինակ իմար լավ է հագնվում, խոսքի իմ կնիկը սես չի հագնվում։ Ինչի ես։ Քեզ մի բան ասեմ, Աստված քեզ է ընտրել, որպեսզի քո միջոցով իր գործը անի։ Եվ դու կորոշես երկու բան, կամ կդառնաս պատվական անոթ, կամ կդառնաս անարգանքի անոթ։ Եվ սա քո ձեռքերի մեջ է։ Սա քո ձեռքերի մեջ է։ Ասես ո՞նց եմ ձեռքերի մեջ։ Խնդրեմ գաք նվագեք, հա։ Ասես ո՞նց եմ ձեռքերի մեջ։ Ասեմ ձեզ։ Եվ որ դուք ժամանակ չունեք Աստծո հետ հաղորդակցվելու, չիմանալու Աստված ինչ է ուզում որ անեք, դուք անում եք ինչ որ ձեր խելքին փչում է։ Բայց երբ որ դուք ժամանակ ունեք Տիրոջ հետ, իր ձայնը լսելու, իր հետևից գնալու, անում եք ինչ որ ինքը ուզում է։ Անանիա Մարգարեին ասեց, ինքը չգիտի թե ինչքան դժվարություններ է ունենալու իմ համար հեթանոսների մեջ։ Գնա, կարևորը մի բան կա, որ ինքը համաձայն է։
ինքը համաձայն է գնալու։ Եվ մենք տեսնում ենք Պողոսի կյանքը։ Բայց եւ տեսնում ենք, գիտեք, զորավոր հրաշքներ։ Քանիստ եք տեսել, որ սենց, գիտես ոնց որ կարծես Բալանին Պողոսի ձեռելներ։ Մեկը հետևից գոռում էր, ասեց հերիքա մարդկանց մոլորացնես, սա թու խավար իշտի վեր, մեկը ճղկել փակ, աշկերը փակվավ։ Գիտեք, ինքան հետաքրքիր է այս ամենը։ Որ երկու տարբերակ ունես դու, կամ-կամի։ Եվ ասում եմ Հիսուսին պիտի ասեմ, դուր հարավին մի արկել իմ տղաներն ու աղջիկները, Աստված քեզ կանչել է, որ դու կյանքեր փրկես։ Գիտես, Աստված քեզ չի կանչել, որ մենակ լինես այս աթոռի վրա նստող մեկը ու վերջակետ։ Դե հոջը եկեղեցի գալիս եմ, հերիք չի։ Գիտեք, ես չեմ որոշում հերիք ու հերիք չի։ Բայց որ դու հասկանաս Աստված քեզ ինչի համար է կանչել, գուցե դու դաշտում աշխատում ես։ Եվ ամեն անգամ երկու տարբերակ ունես։ Կարաս կյանքեր փրկես եւ կարաս որ բոլոր օրինակ իմ օրվա վերջում սածիլ են գողանում, դու իրենց հետ սածիլ գողանաս։ Եվ կարաս ես գիտեք ես երբեք դա չեմ անի, որտեղ ես քրիստոնյա եմ։ Ես չեմ իջնի հաստատ սածիլի մակարդակին։ Եվ իմ պատվական անոթը դարձնեմ անարգանքի անոթ։ Բոլորը ծառերը հետում են կիսատ, պռատ, սենց, այնքան որ անում են, դու ասում ես ոչ, ես մեծ սիրով ու միջև վերջ կանեմ, ես պատվական անոթ եմ, ես չեմ էժանանա, և ես ամենը դու ես որոշում, սիրելիս, ես ամենը քո կյանքն է, դու դպրոցական ես գուցե կամ ուսանող ես, բոլորը մեղավոր բաներ են խոսում, մեղավոր բաներ են անում, մեղավոր բաներ են մտածում, ասում ես ես դա չեմ անի, որովհետև ես պատվական անոթ եմ։ Ես չեմ էժանանա դառնամ տենց։ Ես սա եմ։ Իմ դիրքը սա է։ Գիտես դու պատիվ ես գտել Աստծո առաջ, որ քեզ կանչել է, բայց դու բողոքում ես, ինչի ես։ Ինչի իմ հետ սա եղավ։ Գիտեք, եկեք ավելի առաջ նայենք, որտեղ երկրորդ խոսքում ասում է կրակով ես անցնում, ջրով ես անցնում, ես ամենով դու կարաս անցնես, բայց հետևանքը ուրիշ բան է, փրկված կյանքեր։ Խնդրում եմ քեզ մտածի։ Գիտես իրականում այնքան ցավալի է, որ Աստված քեզ կանչում է պատվական լինելու, դու վերցնում ես անարգանքի ճանապարհը։ Աստված կանչում է քեզ վեհ լինելու, դու իջնում ես բամբասանքի մակարդակի։ Աստված կանչում է քեզ կրակոտ լինելու, դու վերցնում ես գաղջ վիճակը։ Աստված կանչում է քեզ հրաշքների մեջ, զորությունների մեջ, դու վերցնում ես պաղ միապաղաղ կյանքը։ Եվ հետո սկսում ես բողոքել։ Բա ինչի։ Ինչի պետք է Վարդուշը օրհնվածն իր կյանքում հրաշքներ լինեն, իմը ոչ։ Որտեղ Վարդուշը վերցրեց պատվական անոթի կյանքը։ Գուցե դժվարությունով անցավ, գուցե խնդիրներով անցավ, կրակի մեջով անցավ, ջրի մեջով անցավ, բայց վերցրեց պատվականը։ Իսկ դու չուզեցար այդ ամենը։ Դու պարզապես նախընտրեցիր։ Ավելի լավ է մեղավորների հետ նստեմ սեղան, քան արդարների հետ դժվարությունով անցնեմ։ Ավելի լավ է թող մարդիկ չասեն, որ դու քրիստոնյա ես կամ եկեղեցու հետևորդ ես, հանկարծ ոչ մեկ չիման ինձի բան չասեն։ Դու վերցրեցիր այդ ճանապարհը ու սկսեցիր բողոքել։ Հռոմեացիս 9:13 Ասում մեծը պստիկին պիտի ծառայի։ Ինչպես գրված է, Հակոբը սիրեցի, Էսավ ատեցի։ Մեծը պստիկին պիտի ծառայի։ Որտեղ Աստծո որոշումը տենց էր։ Հիմա Աստված որոշել է քո կյանքի համար բարօրության ծրագրեր։
Բայց դու գիտես քեզ ինչ ես անում, քեզ եսավպես ես սպանում։ Աստված կանչել է որ դու զորավոր լինես, Աստված կանչել է որ դու ուժեղ լինես, Աստված կանչել է որ դու ասած ամուր ոտքերիդ վրա կանգնած լինես։ Բայց դու նախընտրում ես գիտես ինչ, պատերի տակով, վախեցած, ցած սողալով գնալ։ Աստված քեզ կանչել է որ օրինակ իմար քո դպրոցում կամ քո ամարսանում կյանքեր փոխես։ Բայց դու գիտես չես անում։ Նախընտրում ես քո ընկերուհիների հետ հանցավոր բաներ մտածել կամ չգիտեմ վատսենց մեղավոր բաների մասին խոսելու, ամբողջ օրը քննարկել։ Գիտես Աստված քեզ լրիվ ուրիշ բանի է կանչել։ Դու լրիվ ուրիշ բան ես ուզում անես։ Որ դու բողոքում ես։ Այս կյանքը անարդար է։ Ինչի անարդար։ Որ դու սիրում ես մեղքը։ Որ դու սիրում ես չհնազանդվել։ Գիտեք, սա այնքան ցավալի է։ Հակոբը սիրեցի։ Գիտեք, դեռ ինքը ծնված չէր։ Բայց Աստված գիտեր ինչա լինելու։ Գիտես, Աստված քո կյանքի ամեն ընթացքը գիտի։ Եվ կախված այսօր քո որոշումներից։ Ես կգնամ միջև վերջ, թե ճամփիկեսից հետ կդառնամ։ Հենց մատ պատկերացրեք Հակոբին։ Ուղղակի պատկերացրեք։ Առավոտ արտացել է ու տենում է Ռաքելի փոխարեն Լիանա։ Ինքը սիրալվել է Ռաքելին։ Լիան, ինչ գործ ունես տեղ։ Ճիշտ է, բաներ կա չեմ կարող հասկանալ ոնց է եղել։ Չեմ էլ կարող բացատրեմ ոնց է եղել։ Հիմիկո ժամանակ կլներ լսենակ չմտած արդեն ջոգ էին քայլվածքից ամեն ինչ։ Չեմ հասկանում ոնց է եղել։ Հիմա տենց է եղել։ Արոթելում քողը բացվի։ Լիա ինչ գործ ունես տեղ։ Քո տեղը Ռաքել ելներ։ Հիմա տենց է եղել։ Եվս 7 տարի։ Եվս 7 տարի։ Անվարձ, գիտեք, 14 տարին անվարձ աշխատենք։ Գիտեք ինչ մտածում եք հեշտ է։ Գնում ես մի տեղ աշխատում ես օրվա վերջում փողը չեն տալ, ասեմ մյուս օրը կտամ, ասես գիտդ կախած գալիս ես տուն։ Բավոր չտան, բավոր սենց լինի, բավոր նենց լինի, կարող գցեն։ Ես էլ մտածում եի արդեն ռաշոտ է արել, խոսքը 10000 դրամ օրվա մեջ ոնց եմ ծախսելու։ Իրիկուն ասում ես որ չկա, վաղն եմ տալու։ Ամբողջ գիշեր մտածում ես կարող վաղը չտա, կարող վաղը չգնամ գործի։ Հələ դենց ասե 7 տարի, մի հատ էլ 7 տարի։ Բայց գիտեք Աստված ընտրել էր։ Աստված ընտրել էր։ Հիմա հետ գնանք, նայեք։ Իսահակը ձեռները դնում է վրան սկսում օրհնել։ Բայց որ նայում ենք Հակոբի մոտարապես 10 քանի տարին, այն ինչ որ ես Իսահակը ասեց, ոչ մի բան չենք տենում այդպես։ Հետոն ենք տենում էդի։ Էդի հետոն ենք տենում։ Գիտես հաճախ sense մենք այսպես հիմա ենք ուզում։ Բայց միշտ չի որ հիմա լավ է։ Ես այս վերջերս մի հետաքրքիր բան էի նայում։ Մարդը օգնում է թիթեռին, որ ինքը իր մոժոժի մեջից, բոժոժ դրա մեջից դուրս գա։ Հենց մարդը օգնում է որ դուրս գա, գիտես այդ թիթեռը դառնում է հաշմանդամ։ Որտեղ իր թևերը այդ ուժը չեն ունեն որ թռնեն։ Այդ կտրում է այդ պարկը, բայց այն մյուսին ոչ մեկ չի օգնում։ Դժվարությամբ հելում է եւ սկսում է ճախրել։ Հաճախ գիտեք մարդիկ ինչ են ուզում։ Ուզում են այդպես մեկը օրինաց օգնի ու արագ դուրս գան։ Բայց если որ արագ դուրս եկար, հայտնվելուց հաշմանդամության կարգավիճակի մեջ։ Հա դու ձեռը տալի, կակրես նպաստ կստանան։ Գիտեք սա այնքան վտանգավոր է։ Այնքան վտանգավոր է։ Դա սատանայի ամենամեծ սուտն է, որ ուզում է քեզ սարքի հաշմանդամ։ Հոգևոր հաշմանդամ, որ դու հայտնվես դժոխքում։ Քո մոտ տպավորությունն է, որ ամեն ինչ լավ է, բայց իրականում դա այդպես չի։ Խնդրում եմ մտածեք։ Ու երբ որ դու ասում ես, ինչի ես։ Ամեն անգամ որ մտածում ես, ինչի ես, ինչի իմ հետ։ Բացի Եսայի 43-ը ու սկսի կարդալ։ Ու կհասկանաս, որ Աստծո մոտ պատվական մարդիկ միշտ դժվարություններով են անցնելու, որպես իրենց որակը բարձրանա։
որպես իրանց որակը փոխվի։ Չկա դժվարություն, չկա որակ։ Գիտեք, Աստված չի կանչե քեզ, որ ասես դու պրոստո առոք սենց ապրես։ Այդ դեպքում ուրա մնալու քո պայքարը։ Եվ որ ես կարդում եմ հին ուխտը, ծննդոցում երբ որ հանեց Իսրայելին, այնտեղ լիքը ազգեր կար, թողեց, ասում ասի թողել եմ, որպեսզի ձեր երեխեքը, ձեր սերունդները պատերազմ անել սովորեն։ Հաճախ Աստված թույլ է տալի քո կյանքի համար մի բան, որ դու պատերազմես, ու դու ինչ եղավ, ես որ դու պատերազմես։ Բա ուրա քո սուրը, որ դու ճոճես։ Չէ, բայց ես մտածում եմ հեսա կասեմ ու կլինի։ Ուրա քո պայքարը։ Խնդրում եմ ձեզ, մտածեք։ Գիտես դու դեռ չծնված, Աստված քեզ կանչել է։ Բայց դու միշտ փախնում ես։ Գիտես ինչքան շատ փախնես, մի օր Եսավի օրն ես ընկնելու։ Իսկ ես չեմ ուզում Եսավի օրն ընկնեմ։ Ինձ որ հաճախ ասում գիտեք, եթե հիմա էլ կապ չունի ինչքան ենք ծառայ, կապ չունի ինչքան կյանք ենք դրել ստեղ, կապ չունի ինչքան ֆինանս ենք ոնց որ մեր ընտանիքի կողմից դրել ստեղ, բացարձակ կապ չունի։ Եթե այսօր Աստվածը գիտես կա, հանձնում ես օրինակ հիմա X մարդուն ու շարժում ես իշ տեղը, ես այսօր հանձնելու եմ այդ մարդուն ու շարժվելու եմ իշ տեղը։ Գիտեք ես ոչ մի բան հետ չեմ նայելու։ Մենք կասի բա մենք, բա նրանք։ Գիտեք որ աշտարակից գալիս ես այնքան մարդ կար, բա մենք։ Հիմա ասում եմ բա իրանք։ Գիտես միգուցե մեկ ասի դու չել ուրիշի կներ, կարող ավելի լավ լներ, կարող ավելի ճոխ լներ, կարող ավելի շքեղ ու հրաշալին ու ավելի շատ սենց, չգիտեմ, արդեն երկրորդ հարկ պատրաստեին, որ ժողովրդի քանակից, բայց դե Աստված սենց է որոշը։ Ամեն։ Աստված սենց է որոշը։ Որ ես կամ։ Գիտեք որ ես գալիս ես չգիտեի ինչի մեջով եմ անցնելու։ Եվ որ ես գալիս ես չգիտեի ինչ կրակներ էին սպասում։ Եվ որ ես գալիս ես չգիտեի ինչ ջրեր էին սպասում։ Ես չգիտեի։ Բայց մի բան գիտեի, որ ես իր հետ դիլնեմ։ Հակոբը չգիտեր իր ինչ է սպասում, բայց մի բան գիտեր, որ Տեր իր հետ է։ Հակոբը չգիտեր հետ գալուց ինչի է բախվելու, բայց մի բան գիտեր, որ Տեր իր հետ է։ Գիտես ես չգիտեմ վաղ ինչ եմ բախվելու։ Իմ համար կարևոր մի բան է, որ Տերը իմ հետ լինի։ Տերը իմ հետ լինի։ Հիմա քո համար կարևորը մի բան է, կամ այն մարդիկ ովքեր մեզ լսում են, որ Տերը քո հետ լինի։ Հենց որ Տերը քո հետ եղավ, ինչի մեջով էլ ասես կանցնես։ Բայց կմնաս կանգնած։ Կմնաս կանգնած։ Գիտեք դժոխք ուզածը սա է, որ քրիստոնյաները սկսեն սողալ։ Լպրծուն սենց։ Եվ որ ես փոքր էի, մի առակ կար մեր գրքերում։ Ասա մի օր որոշում են օծն ու արջը իր այդ ընկերություն անեն։ Եվ որ արջը տենում է, դե օծը չի կարել երբեք ուղիղ գնա, չէ։ Սկսում է սենց ոլոր-մոլոր։ Ասում է արջը ջղանացավ, սենց տվեց, բռնեց օծի գլուխը, ջարդեց, սատկացեց ու գցեց ջուրը։ Ասում է որ արդեն օծը սատկած ջրի մեջով գնում էր ուղիղ, ասում է ընկերությունը սենց շիփ-շիտակ կլինի։ Գիտեք դժոխքի ուզածն է, որ դու միշտ սենց ոլոր-մոլոր, բայց Աստծո ուզածն է, որ դու ուղիղ լինես, պատվական անոթը լինես, որ ինքը երկնքից նայի, գիտես, կբարձրանաք փառաբանություն, որ ինքը երկնքից նայի, գիտես ինչ ասի, պատկերացեք օրինակ հիմար, կգաս ջուլի, պատկերացեք ինքը հրեշտակն է, հրնային ծառային, ում ասեմ, դա, հրնային ջուլին, դες ինչ հավատարիմ է ինձ, հլնայի մեզ մի ծառային, հերթով սաղի տանունը չտամ, հլնայի սրան, սա իմ պատկերացումն է։ Ու Աստված ուրախանում է։ Սս տեսար հոբին։ Իրա նմանը չուկա։ Աստվածավախ, արդար։ Գիտես ես ուզում եմ, որ երբ որ Աստված քեզ նայի, հրեշտակին ասի տենում ես իմ երեխուն, տենում ես իմ աղջկան, տենում ես իմ տղուն, հələ իրան նայի, իրան նմանը չկա, իրան նմանը չկա։ Եկեք այսօր Աստծո սիրտը ուրախացնենք։ Ոչ թե դու լացում ես, ինչի ես, ինչի իմ հետ, ինչի ես։ Աստված քեզ է կանչե, որ դու իր սիրտը ուրախացնես։
Որին գրեշտակին ասի, նայ, տեսի աղջկան, դες ոնց է ինձ ծառայում, ոնց է փառաբանում, ոնց է ինձ երկրպագում, ոնց է մարդկանց կյանքեր փրկում։ Գիտես ժամանակ կար, այստեղ մարդիկ կային, որ ուղղակի մտածում էին, գնամ սրան էլ փրկեմ, նրան էլ փրկեմ, նրան էլ փրկեմ, սրա համար աղոթեմ, նրա համար, բայց եկավ ժամանակ մտածում են մեկ էլ ինձի փրկի։ Ինչի։ Որովհետև այն որ ասում էր սակո մեզ մոտ արի, ինքը գնաց։ Եվ ամեն ինչ փոխվեց։ Դարձեք մեկը, շնորհակալություն ջուրի ջան, դարձեք մեկը, ով որ Աստված երկնքից կնայի քեզ, ու դες գուցե սա իմ պատկերացումն է։ Գաբրիելուսին խփես մը գապոտենում ես ինչ տղա ունեմ։ Ինչ տղա ունեմ, նա ինչ է, ոնց է հնազանդում, ոնց է գնում կյանքեր փրկում։ Սա ինքան կարևոր է, որ դու հասկանաս։ Ոչ թե բո ինչի ես, ինչի մետեղ է, բոլորը ինձ հալածում են։ Որում իմացած եղի դու վտանգ ես ներկայացնում, որ քեզ հալածում են։ Ես չգիտեմ միշտ է տես թե չէ, բայց շատ անգամ ասում են շները վախից են հարձակվում։ Ու երբ որ տենում են դու չես վախենում, մենք ոնց հետ են գնում։ Նայ շատ անգամ դևը քո վրա հարձակվում է, վախենալով հանգարց դու իր համար պրոբլեմ կդառնաս։ Չէ, ինձ մենակ իմ հրաշքն ապեն։ Այսինքն Աստված կարող ամեն օր հրաշքներ անի։ Բայց Աստծուն մի ուրիշ բան ապեք, որ դու կյանքեր փոխես։ Դու կյանքեր փոխես։ Ասես ես ով եմ որ կյանքեր փոխեմ։ Եկեք մի հատ բան ասեմ, պատկերացրեք, դուք ունեք ձեր գրպանում $1000 փող կամ $1 միլիոն փող ունես։ Ու տեսնում ես որ մեկը իրականում ոչ թե հայաթի մուրացկաներ, ես ասում չեմ խոսում։ Մեկ իրականում կարիք ունի։ Ու ինքը հետո աղոթել է Տեր։ Եթե իրականում դու կաս ու ինձ սիրում ես, թող մեկ այսօր իմ դուրը թակի ու ասի արես $500 քեզ։ Ու Տերը քեզ ասում է, գիտես կգնա $500 իրան փող տու։ Սուս հարց չկա Տեր ջան, ո՞նց ասես։ Գնում ես $500 տալիս ես, մեկտեղ մարդը լացում է։ Սուս ի՞նչ եղավ քեզ, փողոնա գուրախանեի։ Ասում եմ, ես սենց էի աղոթում, ես հասկացա որ իրականում Աստված կա ու ինձ սիրում է։ Ոնց որ իմ գալուց առաջ Հայաստան գալուց առաջ մի եղբայր զանգեց, ասում եմ եկեղեցուն $500 փող տամ։ Ասում լավ ես անում։ Դուր։ Գիտես ինքան եք հետաքրքիր Աստծո հետ, չեք պատկերացնում։ Որ ինքը ամեն ինչ կարող անի։ Խնդրում եմ ձեզ, սիրելի եկեղեցի, կամ են մարդիկ ովքեր որ մեզ կլսեք։ Մեկ ասեք միշտ, ինչ ես, ինչի ինձ ընտրեց։ Իմ համար ապրում է էլի։ Դժվարությունները սկսվեց։ Հակոբը իր համար ապրում էր։ Բայց հոր աղոթքից հետո դժվարությունները սկսվեցին։ Մինչև այդ Եսավը գնում որսեր անում, ինքը տունը ապուր էր սարքում։ Մի օր եկավ նվաղ ասացեց հայմած անդրանիկություններ մնացածներ ինչ էլ ումելի տուրուտեմ։ Ծար արկեր։ Շատ անգամ գիտեք մարդիկ ինչ են մտածում։ Հազիվ կպել ես, մեղ կգործեմ։ Մեկ էլ ես եմ սես բան կկպնի թե չէ։ Սելի երիտասարդներ, միք մտածեք կպելա։ Խոսցնեմ, այս տղուն կամ այս աղջկան։ Միք մտածեք։ Այդ կպելա որ քեզ կպցնի։ Այդ կպելա որ քեզ տանի դժոխք։ Այդ չի կպե որ քո կյանքի չգիտեմ ինչա լինում։ Բայց որ դա Աստծուց է լինում, ամեն ինչ ուրիշ ձև է լինում։ Դրա համար խնդրում եմ ձեզ, մտածեք։ Ու երբեք մի ասեք, ինչի ես։ Սա վաու Տեր, դու ինձ կանչել ես, որ ես պատվական լինեմ։ Դու ինձ կանչել ես, որ ես պատվական անոթ լինեմ։ Դու կանչել ես, որ իմ միջոցով այսքան մարդ փրկես։ Ես ուզում եմ Տեր։ Ես ուզում եմ Տեր։ Խնդրեմ ոտքի կանգնես։ Ու ես որ մենք կաղոթենք, դու պարզապես մտածի։ Երբ որ դու իրականում այդ ամենը ճիշտ հակառակ բացական ձևով ես խոսել, լավ կլինի ապաշխարես։ Լավ կլինի ապաշխարես։ Լավ կլինի վերցես մի հատ ուրիշ ճանապարհ, ուրիշ դիրք։ Տեր, ես քեզ ուզում եմ։ Կապ չունի դժվարություն կլինի, կապ չունի մարդս կհալածի, կապ չունի կնիկս կհալածի, կապ չունի բարեկամներս իմ դեմ դուրս կգան։
Իմ համար կարևորը մի բան է լինեմ քո հետ ու հավիտենություն անցկացնեմ քո հետ։ Ու ես դառնամ պատճառ մարդկանց կյանքերը փոխվելու։ Գիտեք իմ համար ամենամեծ ուրախությունն է ելնում, երբ որ մեկ ապաշխարում է։ Իսկ որ դու հասկանում ես, որ մի հոգի էլ փրկվեց, մի հոգի էլ մտավ կյանք։ Ավելի մեծ ուրախություն է, քան որ չգիտեմ։ Ասեմ ձեզ տարբեր օրինակ հիմա լավ մեքենա տանք ես։ Ես տարբեր մեքենաներ եմ ունեցել։ Այդ գիտեք սկզբի մի ամիսն է որ ասես լավ ուրախ ես։ Դրանից հետո դառնում ինքը սովորական բան, հետո առավել էս որ հանգարցակի սկսում են ծախսերը։ Ահա։ Ուրախությանը այդ սանդղակը զնց իշտում է։ Բայց գիտես ամեն անգամ որ մի հոգի փրկվում է, երբեք ο սանդղակը չի իշտում, դա կարող ավելի է բարձրանում։ Ամեն։ Եկեք վերցնենք հավիտենականը։ Ամեն։